Կառավարությունը մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հայրենիք վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով եւ ձեռք բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն։ Փոխհատուցում տրամադրելու կարգը կառավարությունը հաստատեց ապրիլի 9-ին։ Որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25 նկատ ժամանակահատվածում։ Տոմսի չեղարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի պետություն, Քուվեյթի պետություն, Իսրայելի պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել եւ վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Չարենցավանից Կարինե Ավետիսյանը ևս տուրիստների թվում էր, որ գնացել էր Դուբայ նավով զբոսաշրջության նպատակով։ Պատերազմի պատճառով 3 երկրի փոխարեն 2 երկրում են եղել, իսկ վերադարձի տոմսը չեղարկվել է։ Ստիպված է եղել 330,000 դրամ վճարել Օմանով հայրենիք վերադառնալու համար։ Ամսի 6-ին էր մեր թռիչքը, ամսի 5-ին մեր նավի վրայից իջացրին, արդեն երկրի պատերազմական վիճակը հաշվի առնելով նավից մեզ իջացրել են, տարել են հյուրանոցներ Դուբայ։ Այնտեղ մենք մնացել ենք 6 օր թե 7 օր։ Մենք դիմել ենք հիպատոսարան, մեզ ասել են ուղղությունը ցույց են տվել, նենցա որ մենք շնորհակալ ենք։ Հետո մենք արդեն այդ գրությունը ստացել ենք, որ Միրզոյան այդ փոխհատուցումը 250,000 դրամը պետք է հատուցի տուրիստներին։ Մենք նորից դիմել ենք, որպեսզի այդ փոխհատուցումը ստանանք։ Դիմումը դեռ չեն լրացրել, բայց վստահ են համարվում են շահառու։ Ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասամբ կփոխհատուցվեն ծախսերը։ Այդ պահին անենց ես մտածում, որպեսզի որ 1 րոպե շուտ, ասենք հասնես քո երկիրը, եթե չտային, ոչ մի բան չէին կարող անեինք, շատ գոհ շնորհակալ ենք, որ ասենք մեր նախարարը այդքան էլ աջակցել է տուրիստների։ Վերջում այստեղ օրինակ հարգելի Ռուզաննա Գորյան, ձեր դիմումը մտքագրված է այս հղմամբ մենք արդեն կարողանում ենք հետևել դիմումի ընթացքին։ Տեսեք, ընթացքում է փոխհատուցման թիմ։ Ու ասում են, եթե կա հարցեր եք ունենում, compensation շնիկ MFA.am կայքին գրեք, էլի։ Շատ մարդիկ կան, օրինակ իմ հետ եկած իմ քեռակինը, եթե ես չլինեի, նա կասեր ոչինչ, լավ, թող կորի, որտեվ ձևը չգիտեր, էլի, շատ մարդկանց համար բարդ է համակարգը, բայց երբ պիտի սովորեն, որ կարողանան օգտվել։ Այս պայմանությամբ ստացել ենք 73 դիմում, դրանք եւ անհատական եւ խմբային դիմումներ են, այսինքն անձինք, ովքեր լրացրել են մեր կայքում տեղադրված էլեկտրոնային հարցաթերթիկը։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հաղորդմամբ այս պահին դեռ հստակ չէ, թե քանի քաղաքացի կարող է օգտվել փոխհատուցումից։ Դա պարզ կդառնա դիմումների ընդունումից հետո։ Միայն հայտնի է, որ այդ օրերին շուրջ 1300 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Փոխհատուցման ընթացակարգը մանրամասն ներկայացված է արտաքին գործերի նախարարության կայքում։ Համապատասխան հղմամբ մուտք գործելուց հետո ակտիվ հղմամբ երևում է լրացման ենթակա էլեկտրոնային հարցաթերթիկը։ Ռուզաննա Գորոյանը այն անմիջապես է լրացրել, օգնել նաև ծանոթներին։ MFA.am կայքում արտգործնախարարությունը տեղադրել էր սույն հարցաթերթիկը, լրացում ենք email անուն ազգանուն հայրանուն անձնագրի համար, օրինակ Air Arabia-ի ամսի 5-ի թռիչքը Շարժա Երևան G922 օրինակ, չեղարկված թռիչքների դիմաց ավիաընկերության կողմից տրված փոխհատուցման վաուչերը, հեսա, էլի գրում եք, սա այն դեպքերի մասն է, երբ որ օրինակ մեր Air Arabia-ի չվերթը չեղարկվել է ու Air Arabia-ն մեզ գումարը վերադարձրել է։ Ըստ Գորոյանի փոխհատուցման ենթակա գումարի չափը համապատասխանում է սպասելիքներին։ Կառավարությունը հնարավորության չափով աջակցում է արտակարգ պայմաններում հայտնված քաղաքացիներին։ 60,000-ի չափով հետ ենք ստացել մեր չեղարկված տոմսը, այդ գումարը հանվում է 250,000-ից ու տարբերությունը տրվում է։ Նորմալ է, մենք մոտ $1000 ենք գնել, կարելի ասել չենք տուժում, էլի այդ պարագայում։ Մարտի 6-ից 25 նկատ ժամանակահատվածում ովքեր վերադարձել են, միայն իրենց տոմսերն են հատուցել, միայն։ Այսինքն ով վերադարձել է օրինակ մարտի 25-ից հետո, իրենցը չեն հատուցում։ Ըստ շահառուի իրենք անձնագրերով ձեռք են բերել վերադարձի տոմսը, սակայն իրենց շրջապատում կան քաղաքացիներ, որոնց համար ավիաընկերությունն է ձեռք բերել։ Հետևաբար նրանք դեռ պետք է կարողանան փոխհատուցում ստանալու հիմքեր ներկայացնել։ Իսկ արտգործնախարարության մամուլի խոսնակը նշում է, ակնկալում են, որ որոշման ընդունումից ու հայտարարությունից հետո առաջիկա օրերին քաղաքացիները ուղարկեն դիմումները։ Վարդուհի Արզումանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։